Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 16-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք ինչ է մեզ սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 16-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելում, հրավերք ունեք որևիցե առիթի եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կամ մեկ այլ կենտրոն, պետական հանդիպում շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նաեւ հուզված եք, միգուցե առիթին եք հուզվում, միգուցե պետական հիմնարկությունում եք հուզվում, օձեր կան ձեր շրջապատում, բամբասանք, չար խոսակցություններ, այդպես վերաբերմունք ձեր նկատմամբ եւ հույսով լցված եք կամ հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ մի բանի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 16-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ եւ հարազատ մարդու հետ։ Նաեւ օձեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ ձեր շրջապատում, նման վերաբերմունք ձեր նկատմամբ,
Սեղանի շուրջ եք նստելու ձեզ համար հարազատ մարդկանց հետ, ձեր սիրելիների հետ։ Տհաճ պահեր կան օրվա ընթացքում եւ նաև հրավերք որևիցե առիթի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 16-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրվա ընթացքում կարող եք ցանկանաք քնել, հանգստանալ, պարկել մի փոքր, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել։ Հանդիպում ունեք այստեղ, հանդիպում եք եւ իրար հրաժեշտ եք տալիս այդ ժամանակ։ Օձեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար վերաբերմունք, այդպես ձեր նկատմամբ եւ հյուրեր եք ունենալու, կամ դուք կամ կգնաք դուք կգնաք հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 16-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք։ Միգուցե առիթ է, ծնունդ է, նաև երեխաների հետ տեղ եք գնում, երեխաների համար է, ինչ-որ բաներ եք գնելու։ Եվ նաև սա ընտանեկան կյանքն է, որ ավելի ուշադիր կլինեք ընտանեկան կյանքին։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դրանցով պետք է զբաղվեք, լինի դա բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, թե մեկ այլ կենտրոն, հա, այդպես այնտեղ պետք է զբաղվեք։ Եվ նորություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 16-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը գումար եք ծախսելու, նաև գումարի մասին կխոսեք, ինչ-որ մի բան եք վճարելու, այստեղ ինչ-որ բան է, որ յուրաքանչյուր ամիս ունեք, միգուցե դա է, հա, ամեն ամիս վճարում եք ինչ-որ մի բան, այդ ամիս եւս կվճարեք։ Հրավերք ունեք առիթի, նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք նաև բաժանվել, հա, հեռանալ, եւ տատանվում եք, ծանր ու թեթև եք անում, մտքերի մեջ կլինեք, ընտրության առջև կանգնած կլինեք, եւ նաև ունեք հանդիպում ձեր մտերիմ եւ հավատարիմ անձնավորությանը։ Եթե այստեղ ինչ-որ մեկի հավատարմության հետ կապված խնդիր կա, ապա սա ցույց է տալիս, որ հավատարմություն կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 16-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հյուրեր ունեք կամ դուք կգնաք հյուր, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, միգուցե հյուրի հետ է կապված։ Նաև եթե հարցեր կան եք կլուծեք կավարտեք, կվերջացնեք, հանդիպում եւ շփում ունեք ձեր ընկերոջ հետ, եւ ինչ-որ մի բան ցավ է տալիս, այստեղ երևի սուտն է, ինչ-որ սուտ է, որը ձեզ ցավ է տալիս այդ օրը։ Եվ երեխաների հետ կապված, որոնց իրադարձություններ ունեք, միգուցե առիթ է, միգուցե թորներն են գալիս ձեր տուն, ընտանեկան կյանքն է սա նաև ցույց տալիս, որ զբաղվում եք դրանով։ Հղիություն, ծննդաբերություն նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին մարտի 16-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը տանը հավատարմություն կա, հա, եթե ինչ-որ կասկածներ կան, դա խոսում է այդ մասին, որ հավատարմություն կա մեկը մյուսի հանդեպ, նաև կարող է նմանատիպ փոխանցել մեկը, ձեզ համար մտերիմ անձնավորություն գա ձեր տուն, հյուր, օրինակ։ Նաև դուք կարող եք գնալ, միգուցե առիթ է ձեզ հրավիրում է, միգուցե ձեր առիթն է, դուք եք հրավիրում, ձեզ համար շատ մտերիմ մարդկանց։ Այդ օրը նաև ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, չգիտեմ ինչ է, այստեղ ձեզ ցավ է տալիս։ Հանկարծակի լուր կլսեք, հյուրեր կունենաք, նաև ոչ է փաստաթուղթ կստանաք կամ նամակագրական կապի մեջ կլինեք, փաթեթ կստանաք եւ փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործեր կանեք։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։ Եվ կամ հյուրն է երկար մնալու ձեր տանը, կամ դուք եթե գնաք հյուր, դուք կարող եք այնտեղ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 16-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև հանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ մեկը պարկած է, ինչ-որ մեկը կամ վատ է զգում, կամ քնից կարտնանաք այդ լուրի հետ կապված, կարտնանաք, կլսեք կամ այդ լուրը ձեզ կարտնացնի, ինչ-որ բան էլ ձեզ տխրեցնում է, հիասթափեցնում է, միգուցե այդ լուրն է։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կընդունեք, ինչ կանեք եւ այլն։ Նաև այդ օրը ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն դիմացինի հետ, նաև փաթեթ կստանաք եւ փաստաթղթերի հետ կապված ոչ է գործունեությունը։ Եվ հյուր, կամ դուք եք գնալու, կամ իրենք են գալու ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 16-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն։ Նաև դա կարող է նոր է սկսվում այդ ցիկլը ձեզ մոտ, հա, որ ամեն ամիս ինչ որ բան լինի, եւ բացի դա դա կարող է ավարտվել։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ընդհանուր առմամբ ամեն ինչ է ձեզանից կախված, դուք եք տնօրինելու ձեր օրը։ Եվ ունեք այստեղ ոմանց մոտ ինտիմ հարաբերություններ է, ոմանք նաև կամ շուտ եք պարկելու քնելու կամ ավելի ուշ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրները։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 16-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ունեք գաղտնի սիրավեպ, նաև գաղտնի գործողություններ, գաղտնիք կբացահայտվի եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո ինչ-որ քայլեր արեք։ Ոչ մի բան ձեզ երջանկացնելու է այդ օրը։ Սպասում եք ձեր հարազատներին, ձեր սիրելի մարդկանց, որպեսզի գան կամ ձեր երկրորդ կեսին, եւ ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, ոմանց համար էլ սա ավելի ուշ կարող է պարկեք քնելու կամ շուտ, հա, այստեղ սպասում եք ամենայն դեպս, ուրեմն ուշ եք պարկելու։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսների մարտի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք շատ աշխատանք ունեն անելու, ոմանք հարցազրույցի կգնան, կհանդիպեն պետական աշխատողի կամ ձեր բիզնեսի եթե ունեք այն առաջ կտանեք։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանց մոտ սա պայմանավորվածությունը ձեր հարազատ մարդկանց հետ։
ժամ եք պայմանավորվել, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ այդ օրը կարող եք պայմանավորվել ժամ։ Եվ ուշադիր եղեք, որ չվիճեք ոչ ոքի հետ, կամ եթե գալու են տուն, ապա կարող է տուն եք մաքրում։ Հեռախոսազանգ ունեք այդ օրը, եւ ձեզ սիրված կզգաք, սիրո խոստովանություն կստանաք, դե կողքերից սեր կստանաք, այդպես, հատկապես եթե հանդիպելու եք այստեղ ձեր հարազատներին կամ նաև ձեր երկրորդ կեսին, բնականաբար այստեղ շատ սեր եք ստանում։ Այսքանը ձեզ համար, կարող է էլի սիրահարվեք, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 16-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը տհաճ պահեր կան առավոտյան, մեզ չերևում ինչու, միգուցե ձկներից է, այստեղ օձերից է, միգուցե բամբասանքներ են, հա, չար վերաբերմունք, այդպես, դրանից դա կարող է լինել այդպես, այդ պահը, հա, տհաճ պահերը ձեզ համար։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան էլ ձեզ երջանկացնելու է, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, սպասում եք ձեր սիրելիին, ձեր երկրորդ կեսին, ձեզ հարազատ մարդկանց, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ինչ-որ աշխատանքի հետ կապված ինչ-որ պահեր են, նաև պետական հիմնարկության աշխատողի հետ կարող եք հանդիպել, եւ կարող է նաև հարցազրույց է։ Եվ այստեղ փաթեթ կստանաք, նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ եւ փաստաթղթերի հետ կապված հարցեր են, որոնք որ այդ օրը պետք է լուծեք անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։